Մարզես Ֆակտոր TV հյուր ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Վագն Ալեքսանյանն է, ողջույն, պարոն Ալեքսանյան։ Սկսենք ամենասուր, այսպես հակադարձությունից իշխանության հասցեն, որ եղավ Գյումրիում 7 վերք եկեղեցում պատարագի մասնակցությունից բռնազավթում անգամ դա որակվեց, գիտեք, որ թեմի հոգևորականներ անգամ թուրքական օկուպացիայի հետ են համեմատել, արդյոք իշխանությունը չի պառակտում բարձրաստիճան հոգևորականությանը, եկեղեցին, ինչ կարող եք ասել։ Այդ ինչով է պառակտում։ Դե, որովհետև 10 arczepiskopos ձեզ հետ էր, մնացածը կաթողիկոսի հետ է։ Մնացածը կաթողիկոսի հետ չեն, նա սխալ պնդում է, եթե մնացածը կաթողիկոս կոչվածի Կտրիչ Ներսիսյանի հետ լինեին, նա չէր ծախողի եպիսկոպոսած ժողովի կազմակերպումը, որը նաև երեք տեղեկացանք պաշտոնապես, որ ծախողվել է, իհարկե ինչ-որ հիմար պատճառաբանություններ կար տակը գրած, բայց փաստերն է, որ Կտրիչ Ներսիսյանը փորձել է եպիսկոպոսած ժողով հրավիրել եւ չի կարողացել, քանի որ ինքը հայրաքելական եկեղեցու ներսում չունի լեգիտիմություն եւ չունի իշխանություն։ Այսինքն ձեր ակնարկն այն է, որ ոչ միայն շատ ուղիղ տեքստ 10 եպիսկոպոսներն են նրա դեմ դուրս եկել, այլև մնացածը։ Այո, որովհետեւ ունեք փաստեր, պարոն Ալեքսանյան։ Շուտով ինձ թվում է առավել քան տեսանելի կլինի, ուղղակի ուզում եմ հիշեցնել, երբ որ դեռ նոր Տեր Արամը, Տեր Թադեն, Տեր Տարոնն էին հայտնել իրենց անհամաձայնությունը եկեղեցում տիրող բարքերի մասին, շատ այտենց ընդդիմադիր խոսող գլուխներ մեզ ձեռ էին առնում, ասում են դե ընդամենը այս 3 քահանաներն են, հիմա արդեն ասում են դե ընդամենը այս 10 arczepiskoposներն են, շուտով նրանց համար ակնհայտ կլինի, թե ինչ մասշտաբների է Կտրիչի նկատմամբ անհանդուրժողականությունը եկեղեցու ներսում։ Եթե չեմ սխալվում, 50 եպիսկոպոս կա, նրանցից 10-ը այս հայտարարությունը արել են եւ ձեզ հետ են, այսպես ասենք, հա, մնացյալը մեր հետ չեն, եկեղեցու հետ են։ Մենք էլ ենք եկեղեցու հետ կլինի, այսինքն։ Չեմ կարող ասել հայտարարություն կլինի թե չէ, բայց իմ համար դա այնքան տեսանելի է, որ Կտրիչ Ներսիսյանը իր մտերիմ զինակից ընկեր Արշակ կամ Սամվել Խաչատրյանը չունեն ակնհայտորեն աջակցություն եկեղեցու ներսում եւ որ եկեղեցու ներսում բարև այն հոգեվորականները, ովքեր որ պատրաստ են պայքարել ակնհայտ սրբապղծության դեմ, գերակա են իրենց թվով եւ որակով եւ մնացած ամեն ինչով այն մնացածի նկատմամբ, ովքեր պատրաստ են հաշտվել եկեղեցու ներսում բացարձակ ակնաբուխ սրբապղծության հետ։ Գերական նաեւ թվով նկատի ունեք։ Իմ համար դա տեսանելի է։ Որովհետև գուգարած թեմի քահանաներն էին հայտարարություն տարածել նաև Շիրակի թեմի։ Ես խնդրում եմ շատ աջակցելով Գարագին երկրորդին։ Ես խնդրում եմ շատ այսպես մեղմորեն մոտենալ այդ հայտարարություններին, որտեվ ինչքանով ես եմ հասկանում քահանաների մեծ մասը այնպես չի, որ այդ տեքստին ծանոթանում եւ հետո է իր անունը գրվում դրա տակ, էլի, անկեղծորեն եմ ասում սա։ Այսինքն իրենց կամքով չեն գրել նկատի ունեք։ Ինչ օրինակ այն ամեն ինչ մինչև հիմա արդեն պարզվել է Կտրիչ Ներսիսյանի վարած քաղաքականության մասին եկեղեցու ներսում, միթե ձեզ չի տալիս միտք, որ դա այդքան էլ այդպես սպոնտան ու ինքնաբուխ մի հայտարարություն չի որպես այդպեսին, առնվազն։ Ասում են մենք կապարակնքել ենք, իշխանությունը մտավ եկեղեցի բռնազավթման հետ համեմատելու ըստ էության։ Ով էր ասողը, այն հայտնի է քահանան եկեղեցու դիմացի, որը քաղաքացուն ասում էր նզովյալ կգնաս կտեսնես ոնց էս հարազատներիդ թաղում հերթով, այդ մարդն էր ասողը։ Ես կարծում եմ, եթե այդ տերմինաբանությամբ խոսանք, ապա այդ տեսակ քահանայից եկեղեցին պետք է ազատագրել, որը հասարակ քաղաքացուն փողոցի մեջտեղ ասում է կգնաս կտեսնես հարազատներիդ ոնց են թաղում, այդ вообще նորմալ է։ Կամ արտում համար դա նորմալ։ Հունից անել են ձեր աջակիցները, պարոն Ալեքսանյան։ Ես նայել եմ այդ երկխոսությունը ամբողջությամբ, այդ մարդը ընդամենը վարչապետի ասեցին դրական բան ասեց։ Ու ողջևորվեց պարոն Պարֆյոնովը, այդ քահանայի ազգանունն է Պարֆյոնով, ինչպես նաև նոր տեղեկացա քիչ առաջ հարցազրույցի գալուց, որ հասարակ քահանա չի, Կտրիչ Ներսիսյանի սանիկն է, քաղաքացուն, այսինքն իր երեխաներն են Կտրիչ Ներսիսյանի սանիկները, այսինքն քաղաքացուն նզովող քահանան, տենց պարոն Պարֆյոնովը հասարակ կապ չի, որ ունի Կտրիչ Ներսիսյանի հետ։ Իսկ ինչու էր կապարակնքվել եկեղեցի եւ քաղաքացիների մուտքը թույլ չէր տրվում։ Ով էր կապարակնքել։ Իրենք էին կապարակնքել։
Դե իրենց հարցրեք ինչու էին կապարակնքել եւ հայրաքելական եկեղեցու հավատավոր հետևորդների մուտքը փորձում փակել եկեղեցի։ Իսկ Վերնախավի պարակն անվտանգ չկա այստեղ։ Կաթողիկոս, չգիտեմ, arczepiskopos-ներ, դուք գրեթե համոզված եք, որ բոլորն են դուրս գալու նրա դեմ, բա որ դուրս չգան, ստացվի Չեմ ասում բոլոր, ասում եմ ճնշող մեծամասնությունը, ճնշող բացարձակ մեծամասնությունը։ Եթե պարակտման վտանգ կա, այդ պարակտումը պետքա լինի այն հողի վրա, որի վրա որ արդեն իսկ կա, դա հետեւյալն է, հանդուրժում են մարդիկ համարում են ընդունելի սեփական քերակնոջ հետ ռոմանտիկ սիրային կապը, թե համարում են անընդունելի եկեղեցու ներսում։ Այն մարդիկ, ովքեր համարում են դա անընդունելի, Կտրիչ Ներսիսյանի դեմ են։ Այն մարդիկ, ովքեր դա համարում են ընդունելի, Կտրիչ Ներսիսյանի կողմ են։ Arczepiskopos-ը հերքեց ում վերագրվում էր այդ տեսանյութը, Արշակ Խաչատրյան։ Ասում էր սուտ է սխալ է։ Դե շատ լավ, իսկ սկզբից ասում էր արհեստական բանականություն, հետո պարզվեց, որ արհեստական բանականության վարկածը հերքվեց փորձաքննությամբ, պարզվեց, որ արհեստական բանականությամբ չէ, իրական տեսանկարը հանած տեսանյութ է։ Հետո ինչ էր ասում էր ինքը չի, բայց այնտեղ տեսել եմ շատ մարդիկ ասում են, որ բայ այդ ովքեր են գնացել ձեր քերուտուն տանը նկարվել, դա այլ հարց է։ Հիմա տեսանյութերի մասին չի խոսքը, տեսանյութերը դեռ մի կողմ թողեք, խի դրա մասին ոչ մեկ չգիտեր։ Տեսանյութերը պատկերացրեք չկա համ, ես ընդունում եմ, տեսանյութերը համարեն գոյություն չեն, ոչ մեկ չգիտեր դրա մասին։ Բայց դե կաթողիկոսը ինչու պետք է պաշտպաներ մի անձի, որը անպաշտպանելի է, հա, եթե նա իրոք վստահ լիներ, որ այդ տեսանյութերում Սամվել կամ ձեր ասած arczepiskopos Խաչատրյանն է, նրան կհեռացներ, որ ինքը չթիրախավորի։ Վստահ եք։ Ես վստահ չեմ։ Իսկ իր եղբորը կհեռացներ օրինակ։ Եղբոր մասին էլ կա չէ ինֆորմացիաները, տարատեսակ։ Հեռացնի իր եղբորը, չի հեռացնի։ Ես գիտեմ, որ Կտրիչ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը, Արշակ Խաչատրյանը իրար նկատմամբ մեղմ ասած այդքան էլ լավ հարաբերություններ չեն ունեցել։ Դե առավել եւս կարող էր հեռացնել, որ թիրախում չհայտնի։ Այդտեղ նյուանս կա։ Բայց տարիներ շարունակ մեկը մյուսին հանդուրժել է, որովհետեւ այն ինչը Կտրիչ արել է մեր եկեղեցու հետ, դա շատ նման է Game of Thrones-ին։ Այն մեխանիզմները, այն փոխադարձ կոմպրոմատային, իրար նկատմամբ թշնամական, ներեկեղեցական թշնամանքի, ներեկեղեցական դաշնակցության, ներեկեղեցական այդ պատերազմների մեխանիզմները, որ ինքը կառուցել է, ստեղծել է մի մեխանիզմ փաստացի, որտեղ փորձել է արատավորել յուրաքանչյուրի վրա հավաքել համապատասխան թվով կոմպրոմատներ եւ այդ ամեն ինչ ծառայեցնել մի բանի իր իշխանության հավերժացմանը եկեղեցուներս։ Եվ դուք վստահ եք, որ եկեղեցին այս process-ի արդյունքում չի բաժանվի պայմանական ասած գարեգինականների եւ փաշինյանականների, հա, կլինի իշխանապողություն, այսպես ասենք։ Ես չեմ պատկերացնում այն հետևորդներին, ովքեր անկեղծ չեմ պատկերացնում այն հետևորդներին, ովքեր չգիտեմ, sense դրոշակներ են սարքում, վրան գրում են, այո, քերակնոջ հետ սրբապղծությունը մեր համար ազգային դոգմա է, մեր ազգային արժեքն է, մենք պիտի դա պաշտպանենք ու գնում են այսպես այդ դրոշակներով կանգնելու Կտրիչի կողք։ Չեք տեսել կադրերը, որտեղ արտերկրից վերադառնում է Հայաստան, այնտեղ տեսնում է դատարկություն է ուղղակի օդանավակայանում, ասում է, բայց ժողովուրդն են, ասում են, դե հեսա այս հետիններս են ժողովուրդ։ Օրինակ Չունի մարդ աջակցություն։ Տիգրան Աբրամյանը այսօր մեր հյուրն էր, նա ասում էր, եթե Գարգի երկրորդից ազդակ ստանանք, որ այո, եկեք ինձ պաշտպանեք, հանրապետականը հավանաբար նկատի ուներ իր աջակիցներով կլինի այնտեղ, պարոն Ալեքսանյան, այնպես չի, որ միայնակ է կաթողիկոսը։ Իսկ այստեղ արդեն հարց է ծագում, արդյոք ավելի լավ է լինել միայնակ, թե ավելի լավ է լինել հանրապետական կուսակցության պաշտպանության ներքո, չգիտեմ, հարցը ռետորական է, թող մեր հեռուստադիտողը պատասխանի։ Ազգային ժողովի նախագահն ասում էր, եկել է ժամանակը մայրաթոռում հապատակին մասնակցենք, իր կարծիքն էր, բայց նաև վարչապետը ունի, չգիտեր, ինչ կարծիք ունի, դուք գիտեք վարչապետը ինչ կարծիք ունի դրա հետ կապված։ Չէ, չգիտեմ, անկեղծ ասած։ Դեռ տեղեկություն չունեմ, բայց պարոն Սիմոնյանի կարծիքն էլ իր տեղն ունի, կան ընկերներ, ովքեր կարծում են, որ դեռ ոչ։ Հավանական համարում եք նման սցենարը։ Մայրաթոռում պատարակը, իհարկե, հավանական համարում եմ, բայց ժամանակահատվածը չեմ կարող ասել, իսկ ինչու ոչ։ Ներս կթողնեն։ Ով։ Ներսում ովքեր գտնվում են այս բանը։ Բայց գտնվում են։ Գտնվելիս։
Ես չգիտեմ ովքեր են այդ գտնվողները, ես միայն տեսել եմ, որ էլի մի քանի օր առաջ էր էլի ինչ որ բաներ, չէ, ռուսական դեսպանատների մշտական հաճախորդ Նաիրի Հոխիկյանը, որ վիդեո էր անում իր գործընկերների հետ, ասում էր եկեք եկեղեցի պաշտպանենք բան, հաջորդ առավոտը սաղ դիմադիր մամուլն ընդեղ էր, էլի բացարձակ դատարկություն էր։ Այս ամեն ինչ պատահական չի, հարգելի Ռոբերտ։ Լրիվ տեսանելի է, որ չունի այդ մարդը հանրային ընդհանրապես աջակցություն, բացարձակապես չունի հանրային աջակցություն, հասկանում եք։ Այսինքն հիմա եթե սպոնտան, չգիտեմ, հեռախոսը վերցնի, սենց ռիլ նկարի, լայվ մտնի, հմեկով գնա բան տա, ինտերվյու տա, կոչ անի, էս անի, այն անի, 5000 հոգի մարդ ամբողջ հանրապետությունում իր համար ոչ միտեղ չի գնա։ Եվ դա իշխանության ախորժակը բացում է, ոնց հասկացա։ Այսինքն Եթե չունի աջակցություն, դուք ունեք աջակցություն, ինչ որ միջակայք։ Դա մեկը մյուսի հետ կապ չունի, կարող է չունենալ աջակցություն եւ չսատարել սրբապղծությունը եւ միևնույնն է մեզնից չստանալ ոչ մի բան, այսինքն բացասական իմաստով էլի։ Բայց չունի աջակցություն եւ սատարում է սրբապղծությանը։ Իսկ եթե կաթողիկոսը հայտարարի, որ ես պաշտպանում եմ խաղաղության օրակարգը, ընտրեք քաղաքացիական պայմանագրին, սահմանազատումը շատ լավ էր, դուք կդադարեցնեք այս ամեն ինչը։ Նախ ես կարծում եմ, որ մեր համար դա շատ լուրջ ռեպուտացիոն ռիսկ կպարունակի, եթե Կտրիչ Ներսիսյանը ասի ընտրեք քաղաքացիական պայմանագրին, դա շատ լուրջ հակագովազդ կլինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ ու չեմ կարծում, որ կկարողանանք ռեաբիլիտացվել նման ռեպուտացիոն վնասից հետո, այնպես որ խնդրում եմ, որ հանկարծ ոչ մի պարագայում նման բան չասի։ Նկատի ունեի, եթե իշխանության դաշտ կար, պարոն Ալեքսանյան։ Չէ, ես կարծում եմ ինքը շանս չունի մնալու որպես Ես կարծում եմ ինքը պետք է քաղաքականությունից ի սկզբանե հեռու մնար, ոչ թե գար քաղաքականություն ու մեր դաշտից խոսեր, հակառակ։ Մենք գտնում ենք, որ եկեղեցին պետքա դուրս լինի քաղաքականությունից ու այս պնդումը տանելու ենք մինչև վերջ։ Մենք չենք ուզում, որ Կտրիչը, ով որ Սերժա Քոչարյանական է, հեռանա ու նրա փոխարեն գա ինչ-որ մեկը, ով Փաշինյանական կլինի, ոչ բնավ Քավլիցի։ Նման նկրտում ու հավակնություն մենք չունենք եւ ունենալ չենք կարող ու ես սա հրապարակավ հայտարարում։ Բայց նաեւ ակնհայտ է, չէ, պարոն Ալեքսանյան, եթե դուք Գարգին երկրորդի անունը էլի զեղչելու օրակարգով գնաք Մայրաթոր պատարակի, միգուցե բախում լինի, մարդիկ տեղում չենթարկվեն նման ցանկությանը իշխանության։ Ես անկեղծորեն կարծում եմ, որ դուք խիստ գերագնահատում եք Կտրիչ Ներսիսյանին, խիստ գերագնահատում եք Կտրիչ Ներսիսյանի, ինչ ասեմ, այդ մի քանի հետևորդներին, որ ինքը ունի, որոնց թվում երեգել եմ ասել սրա մասին, հիմա էլ եմ ուզում ասել, Կտրիչ Ներսիսյանի հոգևոր հետևորդների թվում իմ ընկալմամբ ամենապարկեշտ, ամենաառաքինի եւ ամենաբարոյական մարդը, պիտի նորից ճշտեմ, դա լրագրող Սյուզի Բադոյանն է։ Տեսեք, ձեր հետևորդների թվում էլ Կճոյանն է։ Դա ձեզ պատիվ բերում է։ Կճոյանը մեր հետևորդն է, ես նման տեղեկություն չունեմ։ Չէ, վարչապետի հետ է հանդիպում, ձեզ հետ։ Դե վարչապետի հետ 100,000-ավոր մարդիկ են պատարակների է մասնակցում։ Շրջիկ պատարակների։ Այո, այնպես են ասում անգամ, շրջիկ։ Դե կներեք, այդ ձևակերպում պատարակի մասին ինքնին իմ կարծիքով վիրավորական ու անընդունելի հայրաքելական եկեղեցու հետևորդի տեսանկյունից իմ ընկալումն է։ Բայց ենթատեքստը հասկանում եք, չէ՞, որ տեղի հոգեվորականները չեն համաձայնվել, հարկադրված է եղել ձեր հոգեվորականների։ Կճոյանի նկատմամբ պրետենզիաները ծագեցին այն բանից հետո, երբ որ ինքը ասաց, որ իր համար անընդունելի է քեռակնոջ հետ սիրային կապը։ Օրինակ վարչապետը միշտ էլ ունեցել է։ Վարչապետը ունեցել է, բայց ընդունել է։ Չէ, կներեք, վարչապետը միշտ էլ ունեցել է։ Okay, բայց որ ունի պրետենզիա, բայց ընդունում է այդ հոգեվորականի։ Ես կարծում եմ, այո։ Դե մարդիկ կասկածի տակ են դնում ձեր բարի նպատակների դեպքում։ Կներեք, հազար ներողություն, բայց մեր եկեղեցուց ակնհայտ ու աններելի սրբապղծությունը մաքրելու համար պետք է համագործակցել են arczepiskoposների ու եպիսկոպոսների հետ, որոնք ընդունում են, որ այո, դա անթույլատրելի սրբապղծություն է եւ այն պետք է մաքրվի։ Անկամ Կճոյանի հետ եք պատրաստ համագործակցել եւ համագործակցել։ Ինչ ասել է համագործակցել, կներեք։ Դե օգտվում եք նրա կաթողիկոսի հրաժարականը պահանջելու ռեսուրսից։ Ասում եք այդ 10 հոգի պահանջել է։ Եվ շեշտում եք նաև նրա վրա։ Չեք ասում, որ նաև այսպեսի հոգեվորական է։ Կներեք, եթե Նավասարդ arczepiskopos Կճոյանը վատ arczepiskopos էր, ինչի մասին շատերը պնդել են, ու Կտրիչ Ներսիսյանն էլ լավ ու ազնվազարմ կաթողիկոս էր,
բա թող Միքայել ձեռնարկեր։ Եթե Վազգեն Սրբազանը վատ arczepiskopos էր, իսկ Կտրիչ Ներսիսյանը նորից ազնվազարմ էր ու ոգեղեն, թող Միքայել ձեռնարկեր։ Կտրիչ Ներսիսյանը թող, չգիտեմ, կարգալույց աներ, թող ուղարկեր ինչ-որ միտեղ, թող էս աներ, թող այն աներ, թող թեմի առաջնորդությունը ձեռքեր։ Այդ չէ՞ որ համար անընդունելի է։ Դուք այդ մարդուն չընդունեիք։ Ով։ Ինչ ասել ընդունեիք, կներեք, մենք ոչ մեկին arczepiskopos օծելու ու նրան վեղար շնորհելու լիազորություն չունենք, ոչ օրենքով, ոչ սահմանադրությամբ, ոչ եկեղեցական կանոնով։ Մենք ընդամենը ես ցանկացած մեկը հիմա, այսպես ասեմ, եթե հիմա Սերժ Սարգսյանը հայտարարի, որ իր կարծիքով բացարձակ սրբապղծություն համարվող այդ քերականային բանը պետքա մեր եկեղեցուց դուրս գա, ես կողջունեմ նրա այդ հայտարարությունը եւ երբ որ հայտարարի կլսենք ձեր բանը։ Բայց ես այնուամենայնիվ պնդում եմ, որ 10 arczepiskoposները շատ քաջ ու շատ կարևոր քայլ են կատարել դուրս գալով բացահայտ սրբապղծության դեմ, որովհետեւ սրանից 2 շաբաթ առաջ ոչ մեկ չէր խոսում, օй գիտեք, Արցախի թեմի առաջնորդի աչքի վերևը ունք կա։ Նավասարդ Կճյանի աչքի վերևը ունք կա։ Այդ մարդկանց սկսել են թիրախավորել այն ժամանակ, երբ որ իրանք ասել են հարգելի ընկերներ, սեփական քերակնոջ հետ սիրային կապը եկեղեցում անընդունելի է։ Պարոն Ալեքսանյան, իսկ իշխանության մեթոդոլոգիան արդյոք այս process-ը հարցականի տակ չի դնում։ Տեսեք, երբ որ վարչապետին մեղադրում են եկեղեցու գործերի միջամտելու մեջ, նա ասում է ես որպես քրիստոնյա եմ հանդես գալիս եւ որպես վարչապետ, հանդես չեմ գալիս, այսինքն պետություն եկեղեցի տարանջատումը այդ սկզբունքը չի խախտվում։ Իհարկե կան մարդիկ համաձայն չեն սրա հետ, բայց անցնենք առաջ գնանք այս թեզի վրա հիմնվելով։ Երբ որ վարչապետը խոստովանում է, որ ԱԱԾ-ի աշխատակիցը մոտեցել է Գյումրիի հոգևորականներին եւ ասել է զեղչեք Գարգի երկրորդի խնդրել է, հորդորել է, պաղատել է կամ աղերսել է, բայց մենք հասկանում ենք, չէ, որ ԱԱԾ-ն դա ուժային կառույց է եւ իշխանության կողմից դա ուժի ցուցադրություն է ստացվում է հոգեվորականների։ Ուրեմն շատ վատ ուժի ցուցադրություն է, եթե փաստացի այդ ձեր նշած Շիրակի մարզի քահանայի մասն էր խոսքը։ Այո։ Չի, այդ պատարակը նա չի իրականացրել, ուրեմն շատ վատ ուժի ցուցադրություն է, եթե դա ուժի։ Հա, բայց իշխանությունը գնացել է դրան ամեն դեպքում։ Ինչին է գնացել, խնդրանքին։ Չէ, ԱԱԾ աշխատակից է ուղարկվել։ Չէ, կներեք, եթե ես այսպես ասեմ, էլի ձեզ, եթե ԱԱԾ աշխատակիցը հանդեսգային ֆորմատով, որը դուք հիմա ակնարկում եք, ու պետությունն էլ ցանկանա, որ ԱԱԾ աշխատակիցը հանդեսգայինց այդ ֆորմատով, որը որ դուք ակնարկում եք, ես վստահեցնում եմ, չի լինի մի քահանա, որ հերիք չի չհամաձայնի, դա անել։ Եվ երկրորդն էլ դեռ մի բան էլ լավ չհամաձայնել, մի հատ էլ դրա մասին հետո պատմել։ Տեսեք, բա այստեղ խոսքը հենց դա ակնհայտ ապացուցվում է, որ դա ուղղակի խնդրանքի մակարդակով տեղի ունեցած process է։ Իրարել այդտեղ, պարոն Ալեքսանյան։ Վարչապետը ասում է, չէ, ես քրիստոնյա եմ, որպես հանդես գալիս, վարչապետ չեմ, այս process-ն եմ հանդես գալիս, ակնհայտ է ԱԱԾ աշխատակից, առանց վարչապետի իմացության չէր կարող գնալ եւ նման խնդրանքով դիմել։ Ստացվում է քրիստոնյա վարչապետը կարող է ԱԱԾ աշխատակցին ինչ-որ հորդոր անել։ Թե այդ դեպքում հորդորի դեպքում վարչապետ էր։ Ես կարծում եմ ամեն դեպքում խնդրանքը մնում է խնդրանք ու խնդրանքը չի կարելի դարձնել ինչ որ մի ուրիշ բան։ Չէ, բայց լիազորությունների այսպես օգտագործում է տեղի ունեցել վարչապետական խնդրանքի մակարդակով։ Վարչապետական լիազորությունների օգտագործում ինչ կոնտեքստում։ Քրիստոնյա վարչապետի կողմից։ Եվ ես ուզում եմ հասկանամ խնդրանքի պետության ռեսուրսը ինչու է օգտագործում այստեղ ասածս դե։ Պետության ռեսուրսը խնդրանքն է։ Չէ, ԱԱԾ-ի մասնակցությամբ։ ԱԱԾ-ի մասնակցությամբ խնդրանքն է։ Այո, ԱԱԾ-ի մասնակցությամբ։ Ես չեմ կարծում, որ խնդրանքը պետության ռեսուրս է, առհասարակ չեմ կարծում, որ պետության ռեսուրսների թվում խնդրանք կա։ Չէ, պետության ռեսուրսը ԱԱԾ-ի մասնակցությունն է։ Այդ թող ձեր ԱԱԾ-ի մասնակցությամբ խնդրանքը թե ինչը։ Այո, ԱԱԾ-ի մասնակցությամբ խնդրանքը դե ես էլ ասում եմ խնդրանքը ինքնին չի կարող պետության ռեսուրսը։ Չէ, բայց ԱԱԾ-ն է խնդրել, ստացվեց հավի ու ձվի պատմություն, բայց ես այնուամենայնիվ պնդում եմ, որ այն կոնտեքստը, որով որ խոսում են ԱԱԾ-ի մասին, ԱԱԾ-ի այս process-ի այդ խնդրանքի մասին ԱԱԾ աշխատակցի, դա եթե հենց այդ կոնտեքստով տեղի ունենալու լիներ, դա կամ հենց տեղի կունենալու այդ խնդրանքը կկատարվեր, կամ էլ
Եթե նույնիսկ չկատարվեր ինչ-որ մի հրաշքով, դրա մասին ուղղակի հետո չէին խոսա ու վերջ։ Դե հիմա ես որպես Ես հիմա էլ բոլոր ԱԱԾ աշխատակիցներին, բոլոր ոստիկանության աշխատակիցներին, բոլոր ընդդիմադիր падգամավորներին, բոլոր բանվորներին, բոլոր, չգիտեմ, օդաչուներին, բոլոր մասնագիտությունների տերերին հորդորում եմ, որպեսզի նրանք խնդրեն բոլոր եկեղեցականներից պատարակների ժամանակ զեղչել Կտրիչ Ներսիսյանի անունը։ Կտեսնենք նրանք հետևեցին թե չէ, ես որպես քրիստոնյա կարող եմ ԱԱԾ աշխատակիցներին ինչ-որ բաներ խնդրել, որ անեն։ Ինչպես վարչապետը։ Փորձեք։ Չէ, բայց ես վարչապետ չեմ եւ չեն անի իմ ասածները։ Չեք կարող ասել։ Չէ, հաստատ չեն անի։ Չեք կարող ասել, ԱԱԾ աշխատակիցները շատ մարդակենտրոն են։ Մարդակենտրոն են։ Հատկապես երբ վարչապետն է նրանց ինչ-որ բան խնդրում, դուք անկեղծորեն երբ որ լսում եք այս արտահայտությունը։ ԱԱԾ աշխատակիցը եկավ մեզ խնդրեց սենց անել, մենք ասեցինք, չէ, ու հիմա ձեզ պատմում ենք հարգելի լրագրողներ սրա մասին։ Դուք այդ աուրան եք հաստանում, որ ԱԱԾ աշխատակիցները գնացին, ես ինչ մեթոդոլոգիայով, ես ինչ բան, դուք այդ աուրան այդ արտահայտությունից ստանում եք, թե չէ։ Ես չկարող աուրան նկարագրել, որովհետև ներկա չեմ եղել, բայց ԱԱԾ-ի օգտագործումը ինքնին ուժային կոմպոնենտ է, պարոն Ալեքսանյան, ինչ անհնար է հերքել այս դեպքում։ Եվ ստացվում է ԱԱԾ-ն օգտագործվում է առաքելական եկեղեցու վերնախավը ճակերտավոր մաքրելու համար։ Ես կարծում եմ մեր վերնախավի որոշակի շերտի մաքրելու գործում առնվազն ԱԱԾ-ը նաև միանշանակ տեղ պիտի ունենա, հաշվի առնելով, որ այդ վերնախավի մի հատվածը օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ է ու ես խստորեն զարմացած եմ, որ հայ առաքելական եկեղեցում, օրինակ, չգիտեմ, KGB-ի գործակալ տեսնելու համար ծնկները թույլատրողները խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կարող է այս կամ այն process-ում ներգրավված լինել։ Ես մեծ սիրով օրինակ որպես քաղաքացի ականատես կլինեի, երբ որ ԱԱԾ-ն մեղադրանք հնչեցներ եւ հիմնավորեր Հարգելի պարոն Անանյան, Եզրաս arczepiskopos Ներսիսյան, ես եթե չեմ սխալվում, երկքաղաքացիա, կարող է եւ սխալվում եմ։ Հայաստանի եւ Ռուսաստանի։ Կարող է սխալվում եմ, չպնդեմ, բայց ամեն դեպքում։ Ու ենթադրենք դրա հետ մեկտեղ ինքը օրինակ, ենթադրենք սա զուտ ենթադրությունների ժանրից է, էլի, զուտ ենթադրում ենք։ Ենթադրենք նա ծառայության անցել ռուսական, օրինակ, չգիտեմ, FSB, էլի ենթադրությունների ժանրից է, կամ չգիտեմ, ԳՌՈՒ-ում, էլի ենթադրությունների ժանրից է։ Ունի համապատասխան կոչում, ենթադրում ենք հիմա ուղղակի, օրինակ, չգիտեմ, ավագ լեյտենանտ կամ լավագույն, չէ, ավագ լեյտենանտ, ավագ թե կրծեր էր ասում։ Ավագ լեյտենանտ, ենթադրենք նման կոչում ունի։ Կասեք հիմքը նրան ձերբակալելու։ Համագործակցում է այլ պետության օտար հատուկ ծառայություններ։ Այդ պետությունը իր պետությունն է նաև, ինքը այնտեղ երկքաղաքացի է օրինակ։ Չէ, բայց նաև Հայաստանի քաղաքացի։ Բայց Հայաստանի ինքը, ասենք, զինված ուժերի ու չի։ Զրկեք քաղաքացիությունից, թող գնա ինչքան Հիմա, այսինքն հիմա դուք ուզում եք ասեք, որ Հայաստանի Հանրապետությունում ինչքան երկքաղաքացի կա Ռուսաստանի հետ։ Չէ, եթե հանցագործություն են կատարում իմ պետության դեմ, բայց այդտեղ խոսքը հանցագործության մասին, այդտեղ խոսքը գործակալ լինելու մասին է, ի սկզբանե։ Գործակալ լինել, հավաքագրվել օտարերկրյա ծառայությունների կողմից արդեն գործակալություն չի, ինչ որ իմաստով քրեական օրենսգրքին առնչվող գործողություն է։ Չկա, չէ, այդքան միանշանակ չի, քանի որ այնտեղ նաև մի շարք պայմանագրեր կան միջպետական ու նաև մարդը երկքաղաքացի է օրինակ, ենթադրենք։ Դա ինքնին հանցագործություն չի։ Դուք Բեռնախավից եք ասում, հասկացանք, որ Եզրաս arczepiskopos-ը չի հետապնդվելու հայաստանյան իրավապահների կողմից։ Ես իդեպ էլ չեմ կարող պնդել, ես հիմա զուտ ռետորական հարցեր եմ տալիս էլի։ Բայց ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը առհասարակ որոշ գործակալական խմբերի նկատմամբ որոշակի անելիք ունի անելու։ Բախի չի անում։ Դե անում է, ասում եք միջամտում։ Չէ, հենց անեն փաստերով չենք ասի, հաստատ չենք ասի։ Հորդորում ենք անեն։ Շատ լավներ։ Եթե չեք ասի, ուրեմն հորդորում ենք անել, չէ, բայց պետք է անել, ես համաձայն եմ, որ պետք է անել ու պետք չի թողնել։ Լուստրացիա կարելի անել, ինստիտուցիոնալ գործընթաց, պարոն Ալեքսանյան։ Լավ եք ասում։ Սա կներեք ինչով է տարբերվում քաղաքական հայտարարությունից, որ մարդիկ կունենան փաստեր, պարոն Ալեքսանյան, ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանի հայտարարություն եւ ընդդիմադիրները կասեն ստում է, իշխանականները կասեն ճիշտ է ասում, այլ մենք կունենանք այսպես թղթերի վրա գրած փաստեր։ Ապրեք, իսկ այդ արխիվները մենք ունենք։ Այնքանով ինչքանով։
Այնքանով ինչքանով է, իսկ չեք ունենք արխիվ ինչի վրա ենք այդ մարդկանց գործակալ հրճակը։ Մի շարք տարբեր բաների, բայց այդ արխիվները մենք ունենք։ Մի շարք տարբեր բաների վրա։ Իսկ արխիվները չունենալով լյուստրացիա հայտարարելը, գիտեք ինչ է ինքը։ Ոնց որ ալիբի բոլոր այն գործակալներին, որոնց մասին փաստաթղթերը պահպանված չեն։ Ես ցուցակում չկայի։ Ասեք մասնակի, անում ենք այնքանի մասով, ինչքանով ունենք։ Նու ասածս այն էր, որ արժանահավատությունը եկեղեցին, ինչու միայն եկեղեցին, պետական համակարգեր, չգիտեմ, տարբեր։ Լավ, հիմա այսքան ինչ որ մեկը Հայաստանի Հանրապետությունում ինչ որ մեկը կասկածում է, որ Եզրաս Ներսիսյանը KGB-ի գործակալ է, մենք հիմա այդ ժանրի մեջ ենք խոսում։ Հա, ես կասկածում եմ։ Շատ իզուր եք, իսկ նորմալ դուք եզակի մարդ եք Հայաստանի Հանրապետությունում ու մեծ դիտող հիմա չգիտեմ ինչքան մարդ կդիտի այս հաղորդումը, բայց ես վստահ եմ մեր դիտողների բացարձակ մեծամասնությունը այն կարծիքին է, որ դուք եզակի անձնավորություն եք հարգելի Ռոբերտ։ Շնորհակալություն դրվատանքի համար, ապացուցեք, որ նա գործական է։ Իմ կարծիքով դա այնքան ապացուցված է, որ այլ հավելյալ ապացուցումը դա ուղղակի չգիտեմ, մարդկանց բանականության վիրավորմանը նման մի բան կլինի։ Դե, բայց մենք հիմնվում ենք փաստերի վրա, չէ՞, կամ պետք է հիմնվենք փաստերի վրա։ Ուղղակի հիմնվեք փաստերի վրա։ Մենք հիմնվում ենք ձեր պնդումների վրա, պարոն, փաստեր չենք տեսնում։ Շատ լավ։ Ես վստահ եմ առաջիկայում էլ ավելի տեսանելի փաստեր կտեսնեք, բայց ես կարծում եմ Եզրաս Ներսիսյանի գործունեությունը վերջին 5 տարիների ընթացքում ինքնին այսպես ռուսերեն ասած, իրենց աշխատանքային լեզվով ասած, սպլաշնոյ փաստ է։ Եվ 0 արձագանք իրավապահներից։ Այդ ես նորից պիտի էլի նույն խոսակցություն ունենանք, եկեք չունենանք, որովհետև ես արդեն ասեցի։ Հիմա սպասենք եպիսկոպոսների ապստամբության, հա, նոր խմբի։ Ճիշտ հասկացա։ Իմ կարծիքով ապստամբության ավելի շատ նման է Կտրիչ Ներսիսյանի եւ Արշակ Խաչատրյանի գործունեությունը, որոնք ապստամբություն են բարձրացրել հայրաքելական եկեղեցու կարգի, մեր ավանդությունների ու մեր արժեքների դեմ, պնդելով, որ սրբապղծությունը կարող է տեղ ունենալ եկեղեցում։ Իսկ դուք ինչու եք համոզված, որ նոր եպիսկոպոսներ են հրաժարական պահանջելու, միանալու։ Իմ համար դա տեսանելի է, որովհետև չի կարող այնպես լինել, որ այդքան մարդ ուղղակի հանդուրժի սրբապղծությունը։ Դա այսպես վերլուծության արդյունք է, թե տեղեկատվության։ Դա հավատի արդյունք է։ Իսկ եթե հավատը թեքենք կամ վերլուծություն կամ դեպի տեղեկություն, որ ուղղությամբ է գնում։ Չէ, դեպի վերլուծություն բնականը, քանի որ ես փաստ չի էլի։ Չէ, փաստ է, քանի որ ես վստահ եմ, որ մեր հայ առաքելական եկեղեցու եկեղեցականների բացարձակ մեծամասնությունն է, ճնշող բացարձակ մեծամասնությունը արժեքներ ունեցող Քրիստոսին հավատացող ու մեր եկեղեցին պաշտող մարդիկ են, ովքեր գտնում են, որ մեր եկեղեցու սրբապղծությունը տեղ ունենալ չի կարող։ Իսկ այդ մեղադրանքներն, որ այս մարդկանց դեմել են կոմպրոմատներ օգտագործվել, ինչպես ԱԱՑ-ի մասնակցությունը։ Ում դեմ ինչ կոմպրոմատ։ 10 հոգու նկատմամբ։ Այսքան ժամանակ կոմպրոմատ հավաքելու մեջ մեղադրվել է մենակ Կտրիչ Ներսիսյանը։ Հայ առաքելական եկեղեցու Չէ, կներեք, հայ առաքելական եկեղեցու սպասավորներից չեմ հիշի քահանայի անունը, բայց այդ հարցազրույցումը դա որ ասում էր դա ավելի շատ շանտաժի մասին էր, որ ասել է եթե չգնաք հավաքն է մասնակցել։ Չէ, ավելի հեռավոր բանկ կգնաց։ Մարդը պատմում էր, որ կոնկրետ Մայրաթորիտ վարչական տարածքում մարդը ունի սենյակ, որտեղ հավաքում է կոմպրոմատներ բոլորի վրա։ Հայ առաքելական եկեղեցու սպասավոր էր ասում։ Հարցազրույցում Civic AM-ին համարում դա։ Փաստ չի։ Եթե սենյակ մտնենք եւ ուղիղ եթերում տեսնենք այդ ամեն ինչը, դա կդառնա փաստ։ Իսկ հիմա ժամանակները փոխվել են, էլ սենյակի փոխան կարելի է մի հատ կրիչ պահել ուղղակի, բայց դե կրիչը կարելի է գրպանը դնել, ինչու է սենյակ։ Բայց իմ համար ակնհայտ է, որ այդ կոմպրոմատներով իշխանական բուրգ պահելը դա Կտրիչ Ներսիսյանի ձեռագիրն է։ Դա գերակնհայտ է ինձ համար։ ԿՊ-ին շնորհավորենք 26-ի ընտրությունների հավանական հաջողության մասին, որովհետև Ռոբերտ Քոչարյանն է մասնակցելու ընտրություններին հավանաբար բառ օգտագործելով, իսկ ինչու շնորհավորենք, որովհետև ոչ միայն Արման Թաթոյանը, այլ տարբեր գործիչներ ասում են մի մասնակցեք, որ ԿՊ-ն ասում Արման Թաթոյանը մի մասնակցեք։ Պարոն Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, որ մի մասնակցեք, Արման Թաթոյանը որոշել է մարդկանց ինտելեկտուալ ապուշի տեղ դնել, ես չեմ հասկանում։ Չէ, ասում եմ, եթե չեք ուզում Փաշինյանը հաղթի, մի մասնակցեք։ Հիմա Քոչարյանն ասեց մասնակցել։ Արման Թաթոյանի կողմից իր
պատրոն Սերժ Սարգսյանին, իր ղեկավար Սերժ Սարգսյանին, իր քաղաքական կարիերայի հիմնադիր հայր Սերժ Սարգսյանին, իր քաղաքական կնքահայր Սերժ Սարգսյանին նման կոչով դիմելը, ես կարծում եմ դա մեր քաղաքացիներին հիմարի տեղ դնելուց էլ ավելի վատ բան է, որովհետև պարոն Թաթոյանն ու պարոն Սարգսյանն այդ իրանց այդ խաղարկած օպերետը կարծում եմ կարող են ուրիշ տեղ խաղալ ու մեր քաղաքացիներին հիմարի տեղ չդնել, որտեղ Արման Թաթոյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի հավատարիմ հետևորդը, Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ կադրերից մեկը։ Ասես ես նրա հրամաններ չեմ կատարել այստեղ հարցազրույցում։ Մասնագետ Սերժ Սարգսյանը իրան նշանակել է դատախազ, չի կատարել։ Սերժ Սարգսյանը իրան նշանակել է իր ստորագրությամբ։ Սերժ Սարգսյանի հրամանով Արման Թաթոյանը նշանակվել է փոխնախարար արդարադատության։ Այն թվերին, երբ որ Հայաստանում պատմության մեջ ամենախայտառակ արդարադատությունն է եղել։ Մասնագետ է եղել, ոչ թե քաղաքական նշանակում։ Քանի տարի էր աշխատել, 6 թե 7։ 5-6 տարի առնվազն աշխատել է Սերժ Սարգսյանի կառավարությունը փոխնախարար, հետո երբ որ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զեկույց էր բերել ազգային ժողով, որտեղ հստակ քննադատություն կար իշխանությունների հասցեին մարդու իրավունքների խախտումների մասին ռեալ թվեր կային, փաստեր կային, պարոն Անդրեասյանին ստիպեցին, որպեսզի նա հրաժարական տա մարդու իրավունքների պաշտոնից, հիշում եք, եւ նշանակեցին ում Արման Թաթոյանին, ինչի համար, այսինքն մեկը բերել է զեկույց, որից դու դժգոհ ես, որտեղ մեջը փաստեր կան, դու մեզ նշանակում ամենահլու կադրին։ Եվ այո, Արման Թաթոյանը եղել է Սերժ Սարգսյանի ամենահլու կադրը։ Ում ընտրել է նաև Նիկոլ Փաշինյանը պատգամավոր։ Դա էական չի։ Չէ, բայց դա ընտրել է։ Պոտենցիալ տեսել է ուրեմն նրա մեջ։ Ես կարծում եմ նույնիսկ եթե տեսել է, դա իմ կարծիքով պետք է վերացնել, օրինակ Սարիթաղի դեպքերից հետո, երբ որ Արման Թաթոյանը լինելով Սերժ Սարգսյանին հլու մարդու իրավունքների պաշտպան, հստակորեն սրբագրում էր ոստիկանության վայրագությունները այդ օրերի եւ ամեն կերպ փորձում էր արդարացնել բռնի կերպով հավաքը ցրելը մարդկանց։ Եվ հետո այդ Սերժ Սարգսյանի պաշտպան, բայց դե յուրե անվանումով մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պիտի գա ու պատմի, որ ինքը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի։ Հիմա իրանք այդ ձևականացման փուլում են, որ պետքա իբր ձևական Թաթոյանը հարվածի Սերժի թիմի ձևական հարված են Թաթոյանին, որպեսզի մարդիկ հավատան, օй պարոն Թաթոյանը նախկինների դեմ է, պարոն Թաթոյանը Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ կադրն է, Սերժ Սարգսյանի Զապասնոյ Շնորհավոր ենք ԿՊ-ին։ Որը իդեպ կներեք հեսա կգամ այդ հարցին, ինչը իդեպ տեղի ունեցավ գրեթե նույնությամբ Գյումրիում, երբ որ էլի Սերժ Սարգսյանի թիմակից Մարտուն Գրիգորյանը տարատեսակ էպիտետներով խոսած Վարդան Ղուկասյանի մասին, ինչ ասեց, հետո վերջում նրանք միավորվեցին։ Այդպես էլ Արման Թաթոյանը ու Սերժ Սարգսյանը նրանք անբաժանելի են, հենց այս ստորադասությամբ Սերժ Սարգսյան եւ նրանից ներքև Արման Թաթոյան։ Շնորհավոր ենք ԿՊ-ին, թե չէ, ես չգիտեմ, դա պետք է որոշի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Բայց քաղաքական ռեսուրս չի Քոչարյանի մասնակցելը 21-ի սցենար գուցե էլի խաղարկվի, որ սիրելի քաղաքացիներ, եթե չեք ուզում նման անձը վերադառնա, կներեք ինչա նշանակում սցենարը խաղարկվի։ Դե որովհետև լիքը մարդ Քոչարյանի վերջին հարավանքը տեսավ եւ գնաց ԿՊ-ին ընտրեց։ Մեր մեղքը տեղ ո՞րն է։ Դե կներեք, մեր մեղքը ո՞րն է, որ Հայաստանում փաստացի քաղաքական ընդդիմություն, որպես այդպեսին իրանք են հանդես գալիս հիմնականում։ Կան իհարկե առողջ ուժեր, որոնց մի մասի հետ նաև մենք համագործակցում ենք եւ այլն, բայց մեր մեղքը ո՞րն է, եթե իրանք իրանցով սենց ուզուրպացրել են ընդդիմադիր դաշտը։ Մենք չենք կարող ընդդիմադիր դաշտում եղանակ փոխենք, հասկանում եք։ Նու կարանք եղանակ փոխենք նարատիվների իմաստով, քաղաքական կոնտեքստի իմաստով, բայց խաղացողների իմաստով մենք չենք կարող անտեղ եղանակ փոխել։ Դա ապօրինի ռեսուրսների վերցնելն է։ Դե վերցնում են, հենց հիմա վերցնում են, այդ գործընթացը ընթանում է դանդաղ, բայց օրինական ճանապարհով ընթանում է, օրեկան ռեժիմով, հա, չունի, որովհետև նրանց թալանն էլ ավարտ չունի, կներեք։ Ու եթե այդ ամեն ինչ ուզում ենք օրինական ճանապարհով անենք, իսկ մենք ուզում ենք այդ ամեն ինչ օրինական ճանապարհով անենք, որ վաղը մյուս օր մի հատ էլ եվրոպական դատարաններում այդ ամեն ինչը չփողոքարկվի ու չչեղարկվի, մենք այդ ամեն ինչը անելու ենք դանդաղ, բայց այնպես որ հետո դա լինի անբեկան, էլի։ Թոք բառը հիշում եք, չէ՞։ Այո։
ըստ երկրորդ նախագահի ձեր իշխանությունը թոք է Հայաստանի վզին, իսկ եթե ավելի ուղիղ Փաշինյանի քաղաքականությունը եւ Փաշինյանը ըստնելիության եւ դա վստահ է, որ կազատվեն այս ընտրություններում ձեզնից, մարդիկ պետք է ընտրեն իրեն կամ ընդդիմադիր այլ ուժերի, այլ պլան չունի պարոն Քոչարյանը։ Թոք բառը փաստորեն քաղաքականացվեց։ Արցախը թոք էր, սա թոք է։ Քաղաքական մտքի ու կրեատիվության իսպառ բացակայություն, էլի ավելի լավ էր էլի ինչ որ թատերական հրապարակից խոսար կամ ինչ որ մի բանից այդ բանը էժան ինչ որ բան էր։ Չգիտեմ, էժան copy paste, բայց չգիտեմ ինչ բառով ուրիշ ասեմ։ ԿՊ-ն ինչի վրա էր հույսը դրել 26-ի։ Ժողովրդի քվեի, միայն ժողովրդի քվեի։ Մենք առհասարակ ուրիշ ոչ մի բանի վրա հույս չենք դնում։ Շատ լավ։ Ի տարբերություն շատերի, որ մեկը միլիարդների վրա է հույսը դնում, մեկը իր հյուսիսային կամ հյուսիսարևելյան կամ հյուսիս, չգիտեմ, ինչանյան բարեկամների ու եղբայրների վրա է հույսը դնում։ Այդպես։ Լավ, ընտրություններ ընդառաջ ես վստահ եմ նախընտրական թեմայով դեռ կխոսենք, շնորհակալ եմ պարոն Ալեքսանյան զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Վահագն Ալեքսանյանին։